ցանկանում ենք հաղթանակ, մայիսյան հաղթանակները շարունակվում են։ Սիրելի ապարանցիներ, միջևեր։ Աղուհացով են դիմավորում Քոչարյանին հաղթանակներին կարոտած ապարանցիները։ Չոքումա Նիկոլա թուրքերի դեմ։ Թուրքերը մեր ազգին կոդորել են։ Հիմա Նիկոլի հետքերով գնան։ Թուրքերն էլ ես մարդուց են վախենում, Հայաստան դաշինքի Քոչարյանից են վախում, իրա ցավն էլ տանեն։ Հաղթանակի խորհրդանիշ է Ռոբերտ Քոչարյանը, ըստ այս մարդկանց, ասում են չնայած երկրում ստեղծված վախի մթնոլորտին, իրենք չեն թաքցնում, Հայաստան դաշինքին են ընտրելու հունիսի 7-ին։ Ռոբերտ Քոչարյանին։ Հաղթող նախագահ է։ Իսկ հաղթող նախագահին պետք է գնահատենք։ Հաղթանակ եւ միայն հաղթանակ, որովհետեւ միայն ինքը կպաշտի մեր հայրենիքը։ Արագածոտնում հավատում են միայն Ռոբերտ Քոչարյանը կարող է երկիրը հանել ճգնաժամից, ինչպես արել է 92-ին Արցախում, 98-ին Հայաստանում։ Այս երկիրը միայն ինքը կարող է բանակցություններով ամեն ինչով կարգի բերել։ Մարդիկ աչքի տեսածն են պատմում ու հավատում Քոչարյանն արել է մեկ անգամ, կանի երկրորդ անգամ։ 97 թվին ես ստանում էի 18000 դրամ աշխատավարձ։ 2008 թվին իմ աշխատավարձը 180,000 էր։ 1998 թվին եկավ իշխանության եւ երկիրը հանեց ծանր կացությունից, ինքը տնտեսություն զարգացրեց։ Աշխատավարձերի բարձրացում ա եղել, երկար ժամանակ փլզված երկրից փոխարինված դեպի լավ ապագա։ Շատ լավ ենք ապրել։ Ես այդ ժամանակ աշխատում էի դպրոցում, ստանում էի 700 դրամ աշխատավարձ։ Այն որում չէի ստացել 6-7 ամիս։ Թոշակները այդքան պակաս։ Եկելա եւ դրանք տվել եւ աշխատավարձն բարձրացրել եւ այլը այդեն շարունակ։ Իսկ մարդը 300 միլիոն բյուջե ընդունե, համարյա 4.5-4 միլիարդով հանձնել է։ Առաջ անգամ աշխատավարձ ստացանք, որ թոշակ ստացանք, որ Լենինականը կառուցվեց։ Չկա այդպես մի բնակավար, որ հաջողություններ չենք ունեցել։ 98-ից 2008-ին ժամացույցի ճշգրտությամբ էր աշխատում Հայաստանի պետական ապարատը, հիշեցնում են քաղաքացիները։ Դա ըստ նրանց Քոչարյանի խստապահանջության հստակ որոշումների արդյունքներ։ Ինքը ունի մի խոսք, հան փեչատա, չեն փեչատա։ Դա հերիք է, որ հասկանանք իրեն։ Բանակցային սեղանին էլ հան հայ է եղել, չեն չէ եւ դրա համար էլ Քոչարյանի կառավարման տասնամյակում ոչ ոք չէր անհանգստանում։ Այսօր կսկսվի պատերազմը, թե 5 օր հետո, ասում են Արագածոտնում։ Երկու երկրից գազա բերել մեր երկրին ինքը կարևորը խաղաղությունն է, ինքը որ 1999 թվականին հիշում եմ ես որ բանակում ծառայում էի, Երասխավան եւ Սադարակ գյուղերի հատվածում, որ ինքը Հեյդար Ալիևի հետ հանդիպում ունեցավ, շատ ուժեղ բանակցելուց հետո ինքը որ ոչ ոք չկարողացան իր հետ այսպես ասեմ ոտ պարզեին թուրքերը, ադրբեջանցիները։ Խաղաղության տասնամյակը նաև զինվորին արժևորելու, նրա սոցիալական վիճակը կտրուկ բարելավելու մասին է եղել, հիշում են Քոչարյանի նախագահության շրջանում դիրք պահած մարդիկ։ Հոյակապ նախագահ եղել, որովհետև ես 25 տարի պոստերում եղել եմ Արցախում։ Հələ ոչ մի անգամ թուրքը մեր վրա ռիշ չի արել կրակը, որովհետև ինքը միշտ հրաման է տվել, եթե կրակին իմաց շարտ ու խուր դերեք։ Այն ժամանակ ես 6000 դրամով օմար էի հելում ծառայության, 6000 դրամով։ Ինք եկավ մեր աշխատավարձները պարտեցավ, մեր դուխը հելավ, թուրքը ռիսկեներ մեր կողմը նայել կամ կրակեր։ Ինքը որտեղ երթում էր, այդ Չոպագալևի իրան տեղում դողում էր։ Խաղաղ ապրենք, աշխարհում ճանաչված հանրապետություն դառնանք, բոլորը մեր հետ հաշվի նստեն, հավասարը հավասարի։ Ռոբերտ Քոչարյանին, ինչու որ երկիրս խաղաղ լինի, ամեն ինչն էլ լավ կլինի։ Իրան է մենակ տեսնում ես այս պահին։ Հիմա էլ խաղաղություն է եթելս ՍԿՊ-ին, բայց ինչպես հավատալ դրան, երբ Փաշինյանի օրոք առնվազն 3 պատերազմ է եղել, ռետորական հարց են տալիս ընտրողները։ Սուտա խաղաղություն չի բերել։ Չի բերել։ Ասում է խաղաղություն բերել են, բայց չի բերել։ Պայմանագիր ասում է կա, բայց չկա։ Չենք տեսել մեր աչքերով։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը ինչքան աշխատել է, լավ աշխատել։ Մենք ոչ թե այսպես ենք ապրել, այսպես ենք ապրել։ Եզդիաբնակ Ալագյազում որոշել են հունիսի 7-ին ընտրել համար 17-ին։ Պարոն Ռոբերտ Քոչարյան, ձեր ցավը տանեմ, մեր նախագահ եք, Հայաստանը
Պետք է ապրի, ես դեր կյանքին մեռնեմ։ Իմ աչքով եկեք։ Եզդի տղամարդը ոգևորված է լսում նախընտրական հանդիպմանը հնչող ամեն բառ, համոզմունք հայտնում Քոչարյանը շուտով Ալագյաս կվերադառնա որպես պետության ղեկավար։ Ալբերտ Սերոբյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։